Մենք եկին եթերում ենք, շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, ուշադրության կենտրոնում պահելով սահմանին տեղի ունեցող իրադարձությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, ապա տեղեկատվություն որակելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունը։ ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել, քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը նախնական դիրքերի վերականգնման համատեքստում, ասված է հաղորդագրությունում։ Այսօր ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հաղորդագրություն էին տարածել, նշելով, որ Ադրբեջանի զինուժը միակողմանիորեն որոշում է կայացրել դադարեցնել թշնամու դեմ իրականացվող հակահարձակումն ու պատասխան գործողությունները եւ ձեռնամուխ լինել ազատագրված տարածքների ամրացմանը, հաշվի առնելով միջազգային կառույցների հորդորներն ու երկրի կողմից իրականացվող խաղաղարարական քաղաքականությունը։ Նշված փաստերը, ինչպես նաև հայտարարության մեջ հակահարձակողական գործողություններ եւ ազատագրված տարածքների ամրապնդում եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստերի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է։ Այս առնչությամբ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։ Հայտարարություններ իրավիճակի եւ իրականության հետ ընդհանրապես որևէ կապ չունի։ Հայտարարում է, բայց շարունակում է ռազմական գործողություններ։ Սա իրենց պահելաձևն է, ապրելակերպն է։ Բնական է, որ նման հայտարարությունը միայն հետապնդում է միջազգային հանրության եւ սեփական ադրբեջանական հանրության մոլորության մեջ դնելը։ Իրականությունը լրիվ տարբեր է։ Շարունակվում են ուրեմն գրողները, որոնք հետ են մղվում, շարունակվում են գնդակոծությունները եւ այլն եւ այլն։ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջի երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված, առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան եւ հարավարևելյան ուղղություններով։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենթանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ։ Հիշեցնեմ, որ եւս 2 տանկ եւ 1 հետևակի մարտական մեքենա հակառակորդը այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ 3 եւ այսօր ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ եւ 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում հետևակի մարտական մեքենա։ Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ։ Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ եւս ընթանում են դիրքային թեժ մարտեր։ Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա գրադ հրթիռահրետանային կայանքից եւ 152 մմ-անոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 10 զինծառայողից ոչ մեկը կոմայի մեջ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։ Զինծառայողների թվում կան եւ պայմանագրային եւ պարտադիր ժամկետային զինծառայողներ։ Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ, ասել է Արամ Ասատուրյանը, սակայն որևէ զինծառայողի անուն չի նշել։ Քանի հոգեկան շրջակում են։ Այս պահի դրությամբ մենք ունենք թվով 10 վիրավոր զինծառայող, որոնց վիճակը գնահատվում է հիմնականում ծանր կայուն դրական ընթացքով, ունենք նույնիսկ միջին ծանրության վիճակով գնահատված զինծառայողներ, որոնք որ վիրահատվել են վերջնական տեղում, նրանք վիրահատության կարիք չունեն միջամտության այլևս, իսկ ովքեր լրացուցիչ ամբողջ ծավալը ապահովելու համար վիրահատության կարիք ունեն, նրանց բոլորին վիրահատել ենք։ Հիմա գտնվում են հետվիրահատական շրջանում։ Վնասվածքները հրազենային տարբեր բնույթի մարմնի տարբեր շրջանների վիրավորումների։ Կոմայի մեջ կա վտանգասպառնում։ Ասացին մեկը կոմայի մեջ։ Մենք կոմայում գտնվող զինծառայող չունենք, ունենք հետվիրահատական շրջանում գտնվող, որը որ գտնվում է արհեստական շնչառության տակ, քանի որ հետվիրահատական ընթացքը պահանջում է դա։ Իսկ Արցախի Արևիկ մանկական բուժ միավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի եւ Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է գնահատվում, առկա է արտահայտված դրական դինամիկա, բարելավվել են նաեւ հեմոդինամիկ ցուցանիշները, դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է, կոնտակտը ադեկվատ, ստանում են վերականգնողական շարունակական բուժում։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ առողջապահության նախարարությունից։
Նույն տեղեկատվության համաձայն Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 վիրավոր։ Զավեն Ավանեսյանը եւ Կամո Աբրահամյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Իսկ Ծովինար Աղաջանյանը եւ Գարեգին Աղաջանյանը իրենց բուժումը շարունակում են վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն են գնահատում։ Հայկ Թորոսյանը գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով տեղափոխվել է Երևան։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն այսօր քաղաքացիները ինքնակամ գնացել են արյուն հանձնելու։ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը լրագրողների զրույցում նշել է, որ իրենք, ինչպես նաև ռազմական հոսպիտալը, ունեն արյան բավարար պաշարներ անհրաժեշտ դեպքում տրամադրելու համար։ Դաղբաշյանը նշել է, որ չնայած քաղաքացիներն ինքնակամ գալիս են կենտրոն իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, բայց դա նույնպես պետք է կանոնակարգված լինի, քանի որ արյան խմբաքանակները նաև պետք է պահեստավորել։ Իսկ եթե երկար ժամանակ դրանք չեն օգտագործվում, վերցված արյունը կարող է նպատակին չծառայել։ Դաղբաշյանի խոսքով իրենք անհրաժեշտության դեպքում կդիմեն բնակչությանը։ Այսօր մենք աշխատել ենք եւ հավաքագրված արյունները պահեստավորելու ենք, որովհետեւ հենց այսօր այդ արյան պաշարները լրիվ համադրված են եւ այսօր մեր խնդիրները լուծված են։ Ես խնդրում եմ մեր ազգաբնակչությանը կոչ եմ անում խոճապի մեջ չընկնել, որովհետեւ արյան բոլոր ստորաբաժանումները համալրված են։ Հայտնի է դարձել, որ Լեռնային Ղարաբաղում երեկվանից ընթացող մարտերի ժամանակ հայկական կողմից անհետ կորած հայ զինվորների մի մասը վերադարձել է առաջնագիծ, ողջ եւ առողջ։ Միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը նշել է, որ առայժմ որևէ տեղեկություն չկա այն մասին, արդյոք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում գերիներ կան, թե ոչ։ Ցայք հեռուստաընկերությունը հեռախոսազանգեր է ստանում կապված Ղարաբաղյան կողմի զոհերի եւ վիրավորների թվի մասին տեղեկատվության բացակայության հետ։ Հարկ ենք համարում նշել, որ այս պահին պաշտոնական նոր տեղեկություններ այս առնչությամբ դեռևս չկան։ Լինելուն պես անմիջապես եւ առաջինը կտեղեկացնենք մեր թողարկումներում։ Ցայք հեռուստաընկերությունը այս լարված օրերին էլ աշխատում է նույն հավաստի եւ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու սկզբունքով։ Ինֆորմացիան միայն հավաստի եւ պաշտոնական աղբյուրներից են։ Հայաստանում եւ Ղարաբաղում հարյուրավոր կամավորականներ միացել են եւ շարունակում են միանալ առաջնագծում այս օրերին մարտեր վարող զինուժին։ Այսօր եւս մարդաշատ է եղել ԵԿՄ կենտրոնական Երևանյան վարչության գրասենյակը։ Այստեղից հազարավոր կամավորներ սեփական դիմումի համաձայն ցուցակագրվել եւ մեկնել են առաջնագիծ։ ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում։ Այսօր վաղ արդեն կամավորական առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը մի քանի հազար հոգի մեկնում են առաջնագիծ համապատասխան առաջադրանքների։ Բնականաբար քայլերը համաձայնեցվում են պետական կառույցների հետ, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի զինված ուժերի, գերագույն գլխավոր հրամանատարների եւ պաշտպանության նախարարների։ Շիրակի մարզի երկրապահ-կամավորականները նույնպես մեկնել են առաջնագիծ սահմանին մեր զինվորների կողքին կանգնելու, նրանց բարոյական եւ մարտական աջակցություն ցուցաբերելու համար։ ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը նշել է, որ Երևանից չեն դադարում հեռախոսազանգերը։ Արտերկրից բազմաթիվ մարդիկ ցանկանում են միանալ իրենց։ Շիրակի մարզից 150-ից 200 երկրապահ-կամավորական է մեկնել Արցախ։ Առաջին խումբը գնացել է գիշերը, մյուսները այսօր առավոտյան։ Դենք որ էլի վտանգի տակ է մեր հայրենիքը, բայց էլի կերտանք, էլի կողնենք մեր երիտասարդներին, չնայած այդպես տեղեկ են կայնած ընդեղ, հələ մեր կարիքը չկա, բայց մենք պատրաստ ենք։ Եթե այս վտանգի պահին ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայրենիքի մաս չմտածի, մենք ապրելու ապագա չենք ունենա։ Այս մեր տարեկին մեր ունեցած հին փորձով մենք այդ երեխեքի հետ համեմատ շատ չնչին բան կազմենք։ Ուղղակի մենք կրում ենք մարդական ոգին բարձրացնելու համար մեր երեխեքի։ Եվ թող իրենք զգան, որ իրենք իրենց դիրքերի վրա
մոռացված չեն, անտեսված չեն, ամենակարևորը իրենց ոգին բարձր պահելն է։ Արեցից պատրոտ դեստրա բարձենը։ Յուրջի։ Չէ, ես դու բլոկը գրեցնեմ մնացածը փողը։ Ուղղակի տղաները շատ խնդրեցին, մենք էլ դիմեցինք վարչության նախագահին Մանվել Գրիգորյանին։ Նա էլ անընդհատ կապի մեջ է Գերագույն գլխավոր հրամանատարի հետ, պաշտպանության նախարարի հետ։ Գիտեք, ամբողջ հանրապետությունով մեկ երկրապահ տղաների խնդրանքը, ասեմ նաև ցանկությունը շատ մեծ էր, դրա համար էլ չկարողացան մերժել։ Այսօր Արցախ են մեկնել նաև Դաշնակցության Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները պատմաբան Արա Նախշքարյանը Facebook-ի իր էջում տեղադրել է առաջնագից գնացող դաշնակցականների լուսանկարները ճանապարհից առաջ եւ կատարել «Բարի վերադարձ մեզ, առաջին ջոկատը գնաց Արցախ» գրառումը։ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության առաջնագծում կռվող զինվորներին պատրաստ են օգնել Գյումրու վետերանների միության անդամները եւս։ Մոտ 15 վետերան ոգևորությամբ եւ կռվելու պատրաստակամությամբ հավաքվել են քաղաքի մուտքի մոտ, հիշել պատերազմական տարիներն ու ոգեշնչման կոչեր արել։ Վետերանների մեջ նույնիսկ 70-ամյա պապիկ կա, ով գնում է սահմանը պահպանող թոռան կողքին կանգնելու։ Վետերանների խումբը նախ կմեկնի Երևան, ապա համապատասխան հրամանից հետո կուղևորվի դիրքեր։ Մեզի պետք է նեպանեմ, արեք պայենք համեր հողմիչուղ է։ Հարերիկ պայերը քիչ է, հրը քիչմեր, մեկ քիչմեր, արիք անհնար է սեր ընտարծագենք ես պայի համար, բայց մենք են ժողովուրդն ենք որ, մեր գենետիկան, տաղեք ան փող հարենին է, մեր գենետիկան անհնար է որ փոխենք, մենք դոմինանտ գեն ունենք, մենք հայ ենք, խաղաղ անդորը խաթարվես կերգին ու ոտքի ելավ հայոց այրուցին։ Երկրաշարժից հետո մենք կինոֆոնդ ենք կորցրել, մենք ուզենք որ չկորցնենք։ Այսօր որոշել ենք միջին տարիքը 45-50 տարեկան եւ 65 եւ 69 մենք գնում ենք պաշտպանելու մեր սահմանները, գնում ենք պաշտպանելու որպեսզի դուք լավ հաց ուտեք։ Իմ թորս տունս կնիկս երկաթունս լրված են, ես էսա вообще գնում եմ աշխատանքի, բայց չեմ գնում աշխատանք, գնում եմ մարդական գործողությունը կատարել։ Ինչ ամայն գնում որ թորնես իմ երեխեքս իմ աշխարհս հանգիստ խաղ ապրի, պապը մերներ ոչինչ բանա չկա իրանց։ Բոլորից դպատակն է մեկ է։ Երեխեքի կողքին կանգնենք, թե ուտիգուն կեղնենք, որոշ տեղել մենք մեր օգնությունը ընդդեմ ցուցադրենք։ Իմ երկու տեղեքսեր են, Սարայենը, Քելբաջարեն։ Ես է կետապտորոցս կողքը, ու դեղ իրանք ընդեղ է ես, չեմ փախնի։ Գյումրիում այս պահի դրությամբ զորահավաք չկա, այս մասին հայտնում է Գյումրու տարածքային զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը։ Նա հանդիպել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ներկայացրել իրավիճակը։ Քաղաքապետի խոսքով պարբերաբար նման քննարկումներ լինում են։ Զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանի վստահեցմամբ առայժմ լրացուցիչ ուժեր հավաքելու եւ առաջնագիծ մեկնելու կարիք չկա։ Իրենք ամբողջովին տիրապետում են իրավիճակին, խոճապի մատնվել եւս պետք չէ։ Ես պահի դրությամբ ոչ մի զորահավաք չկա, կապված վերջին դեպքերի հետ, վերջին դեպքերի հետ ընդհակառակ, այն ինչ որ կա պաշտպանության նախարարի կողմից հանրահավաքներ եւ ասենք ԵԿՄ-ին եւ մնացածին կազմակերպում եւ ԵԿՄ-ի տեղի ղեկավարի կողմից ու կոնկրետ նշված են շատ քիչ քանակություն, որպեսզի չխանգարեն ընդհանուր առմամբ։ Դրա համար ցանկացողների իհարկե շատ են, բայց պետք չի ոչ խանգարել, եթե անհրաժեշտություն լինի, դրա համար կան ստեղծված են համակարգեր, նույն զինկոմիսարիատ կա, դրա անհրաժեշտությունը չկա ու դժվար լինի, կնոր ամեն ինչ վերահսկում են մեր սորադրությամբ առաջնապահ ստորաբաժանումները
նման խնդրի կարիք առերում չկա։ Կանոնակարգված է հստակ։ Ուրեմն կա հանձնարարական հստակ եւ զինկոմեդ աշխատում ենք այսօր եւ ԵԿՄ-ի հետ ենք աշխատում մենք, այնպես որ որևէ խնդիր չկա։ Եթե անհրաժեշտ է շատ ցանկացողներ կան, որբիսի առաջնագիծ գնան, մեր երեխաների կողքը կանգնեն, նույնիսկ իրենք սկսեն արդեն պայքարը, բայց դրա անհրաժեշտությունը չկա։ Կա չափ, կա քանակություն, որով մենք արդեն գիշերը գնացին եւ առավոտ նույնպես երկրորդ ուրեմն էշելոնը այսպես ասեմ գնաց, մենք այսօր պարոն Խաչատրյանի հետ մեր զինկոմեդ աշխատում ենք եւ մենք լրիվ տեղյակ ենք թե ինչ է կատարվում առաջնագծում եւ համապատասխան նաեւ որոշում եթե եղավ, բնականաբար մենք անպայման մենք կարծականքենք, մենք կհավաքենք, որտեղ թեկուզ կամավորներ, որտեղ այդպիսի խնդիր չկա։ Ուղղակի ասեմ, որ շատ հանգիստ լինի մեր քաղաքի բնակչությունը։ Սնունդ, հագուստ և դեղորայք Գյումրին սահմանին կանգնած զինվորի կողքին է, վաղ առավոտից գյումրեցիների հոսքը հայորդած տուն չի դադարում, մարդիկ ինքնական բերում են այն ամենը, ինչը կարող են։ Նախաձեռնությանը միացել են տասնյակ կազմակերպություններ ու անհատներ, հավաքված սնունդն ու իրերը կհասցվեն Արցախ։ Անհրաժեշտ պարագաների հավաքումը կշարունակվի նաև վաղը, ցանկացողները կարող են դիմել հայորդած տուն։ Փոքր օգնությունը ցուցաբերենք մեր քայլ զինվորներին, պատրաստել ենք դեղորայքներ, հյոտ, բինտ, փամփակներ, քաղցրավենիք, պահածոներ։ Տեսակավորում եմ պահածոները այն ինչ որ ունենք սահման ուղարկելու համար մեր զինվորների կողքին ենք, ինչով կարողանանք օգնենք։ Որի վրա։ Եթե հնարավորություն եղավ զինկոմիսարիատի միջոցով սահման հասցնելու, այդ տարբերակով կանենք, եթե ոչ, ապա կարդացինք, որ ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը պատրաստ է տեղափոխելու, ուսանողներ կան, որոնք իրենց անձնական մեքենաներով նույնիսկ պատրաստ են տեղափոխելու, ուրեմն կհասցնենք Երևան, այնտեղից կփոխանցենք իրենք կտեղափոխեն։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 6-ին իր նստավայրում կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Դաշնային կառավարության փոխխոսնակ Գեորգ Շտրեյթերը։ Զրույցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Կքննարկվեն նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները, ասել է Շտրեյթերը։ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մերկելի հետ տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության աննախադեպ աճի ֆոնին։ 2016 թվականին հիշեցնեմ Գերմանիան է նախագահում ԵԱՀԿ-ում, ապրիլի 5-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան եւ ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաեւ քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ապրիլի 3-ին ազգային ժողովում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կառույցներում ընդգրկված պատվիրակությունների անդամներ։ Աղբյուրի փոխանցմամբ քննարկվել են միջազգային գործընկերների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները եւ սահմանին տիրող իրավիճակի ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է եւս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը սաստելու Ադրբեջանին, քանի դեռ ուշ չէ, կանխատեսելով, որ Ալիևի բռնապետական ռեժիմը ամենաթողությունից գլուխը կորցնելով կարող է գնալ ել ավելի անմարդկային քայլերի։
Դաշնակցության Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Հայ երիտասարդները բողոքել են Արցախի հանրապետության սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակողական գործողությունների դեմ։ Այս պահին ունեցած մեր ձեռքի տակ ունեցած տեղեկատվությունը այսպիսին էր, այսօր լրատվականը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով, ժամը 20-ին ուղիղ եթերում կլինի իմ գործընկեր Նազելի Բաղդասարյանը, տաղավարում հյուրը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։